Հայ-թուրքական, հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունների մասին Հովհաննես Թումանյանը գրում է. Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններ և սկսեց իր պարսկական պատերազմները։ Այդ պատերազմները թե Գուգարք, թե Սյունիք, թե Շիրակ, թե Արարատյան երկրում ազգային սրբազան պատերազմի նշանակություն ունեին հայերի համար։ Վճռվում էր պարսկահայկական հարցը։ Հայ ժողովուրդը ազատվում է պարսկական դժոխքից։ Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին։ Հայոց ինքնապաշտպանական խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ռուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից։ Հայ ժողովուրդն իր ամբողջությամբ ոտքի էր կանգնել։ Եվ այդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին։ Իհարկե նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին։ Եվ միայն մի ցավում էր կտրել Ռուսի առաջխաղացումը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները։ Եվ այդպիսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ։ Թե 1804-ից 1807, թե 1810-ից 1813, թե 1826-ից 28 թվականներին պարսից սարվածների գլուխն անցած ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների և հայ ժողովրդի դեմ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20,000-ով և 40,000-ով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին, Հնդկաստանի անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների և Իջմիածնի պարիսպների դեմ որոտում էին նաև անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր թագավորների թագավորից շահերի շահին պարգև։ Սակայն վերջը պարտվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը։ Այսինքն պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը։ Հերթը հասավ տաճկահայկական հարցին։ Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսաստանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին։ Թե 1829, թե 1855, թե 1878 թվականներին ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Տաճկաստանին Անգլիան։ Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզրում, և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել և ետ են տրվել սուլթանին։ Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ այդ պատերազմներում իր սերն ու համակրանքը բաց ցույց էր տվել ռուսներին, Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության և ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը։ 1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան։ Միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեռքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրեցին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձր մխելի արտոնյան դիրք, և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում և հայերի վրա, որոնք առնաքամ եղան մինչև 1878 թվականը։ 1878 թվականին էլ, երբ կրկին սկսեց ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական զորքը հասավ Պոլսի շեմքին, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը։ Կամ ավելի շուտ ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61։ Ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհաճությանը հանձնեց հայ ժողովրդին, այս ամենի փոխարեն ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։ Մենք զարմացանք Բեռլինում կատարված այս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61։ Ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետությունների հոգացության առարկան։ Ու Բեռլինից գնացինք Լոնդոն, այնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում։ Մինչդեռ մեր աշխարհքում օրըստորե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը։ Պաղում էին հին լավ հարաբերությունները, անպայման վնասաբեր երկու կողմերի համար էլ, թե մեծի, թե փոքրի, թե ռուսի, թե հայի։ Եվ ահա վրա հասան 1894-96 թվականների կոտորածները, երբ Կովկասում ռուս-հայկական հարաբերությունները հասել էին Գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը։ Իսկ Անգլիայում մեր հոգատարությունն ու բարեկամությունը հասել էին իրենց գագաթնակետին
Գլադստոնի ճառերում։ Եվ ինչ։ Վերջիվերջո դուրս եկավ, որ Գալիցինը տաճկական սրից ազատված գոնե 40,000 գաղթական ընդունեց Կովկաս։ Իսկ հայկական հարցի ու հույսերի տերը Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը. մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին։ Մինչդեռ աշխարհին հայտնի էր, որ Սուլթան Աբդուլհամիդը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։ Այսպես եղել է Անգլիան մինչև վերջին տարիներս։ Իսկ Ֆրանսիան 16-րդ դարից սկսած Սուլթանի հետ կապված պայմանագրերով, ձեռք բերելով Թուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան արևելքում դարձավ պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք ֆրանկ կոչվեցան անխտիր։ Եղան Թուրքիայում արտոնյալ և ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզերյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը։ Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի, որովհետև տաճկա հապատակ էին և ռայա։ Եվ հենց Փարիզում էր, որ 1856 թվականին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ վեհաժողովին, որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովվեց նրա հողային անձեռնխելիությունը, Սուլթանի անկախության սկզբունքը, նրա իր հպատակության տակ գտնվող քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրը անվանվեց Տաճկաստանի ներքին գործ։ Եվ նրանց բարօրության համար միանգամայն բաղարար նկատվեց Սուլթանի հատը Հումայունը։ Այստեղ Փարիզում ստեղծվեց այն ամենը, ինչով որ Սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը։ Իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները դժբախտ տառապում էին նորհասական մակարոններով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։ Եվ ահա, Փարիզյան կոնգրեսի և դաշնադրության վրա խոսելուց հետո, այսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը։ Եվ այսպես ասում է. քրիստոնյա պետությունների և ժողովուրդների միջև եղած հակամարտության պատճառով, իրար հանդեպ ունեցած նախանձի պատճառով, այն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես այն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերում էր մյուսի ազդեցության շրջանի միապոհմանի ծավալումին ու զորացումին, եվրոպական պետություններն իրենց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին վերագոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իրենց ազգաբնակչության կուլտուրան, և ինչպես իր մուսուլման, այնպես էլ քրիստոնյա հապատակների վերաբերությամբ անընդունակ է կատարել իր պաշտոնը։ Այդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մեկ նպատակ է ունեցել՝ արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների կարգավիճակի որոշումը։ Եվ ահա տաճկահայ ժողովուրդը ևս եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը և անպայման ամենադժբախտը։ Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թուրքիայի սրտում, ամենադժվար և ամենավտանգավոր տեղում, և Թուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։ Եվ նա, Թուրքիան, դիմել է, դիմում է և կդիմի ամենահրեշավոր միջոցներին վերջ դնելու այդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի և ազգային իրավունքների խնդիրը միանգամայն ընդմիշտ փակելու համար։ Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան, հասնելու իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա, թե Բալկաններում և թե Արևելքում։ Իսկ եվրոպական մեծ պետություններն աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի զորացման ու ծավալման առաջը։ Իրերի պատմական այս դասավորությունից ապաշխարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ Ռուսի հետ, և իր կյանքի, գույքի, պատվի ապահովության հարցը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ։ Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ տերությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացման արևելքում,
պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին։ Եվ եթե այսօր հայկական հարցը ինչ ձևով ուզում է լինի մի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը, կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում, եւ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան այսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ, եւ այդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որն ապրել է նրանց անհաշտության պատճառով, հետևաբար կլուծվի եւ հայկական խնդիրը, եւ կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այսպիսով 35 տարվա շեղումից հետո մեզ պատմության ընթացքը դարձյալ բերում են նույն տեղը։ Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած եւ Ռուսաստանի հետ։ Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը եւ դարձյալ ռուսական զորքն է կանգնած են դժողքի երկրի սահմանի վրա, որ դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը։ Այս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի իրական եւ հոգեբանական պատճառներով թերահավատ է տակավին, բայց այն մարդիկ, որոնք լավ գիտեն, որ կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, այն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումներին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, այնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, այն մարդիկ, որ տեսնում են պատմական ու իրական այն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները, պետք է հավատան լավ օրերին եւ պետք է ակնկալել հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանը ունեցել է եւ կունենա իր վճռական ազդեցություն։